Տիկին Վարդանյան, իմ հարցը դել մի փոքր շեղվում ենք թեմայի, ոչ թե թեմայից, այլ ընթացքից։ Հիմա դուք ապրում եք ձեր բնակության վայրը Երևանն է։ Երևան, որտեղ փողոցները անանցանելի են դարել փոսերից, դա տեսել ենք ինչ վիճակա տեսնում ենք։ Երևան, որտեղ 5 տարի ոչ մի փողոց չի սարքվել, ոչ մի կամուրջ, ոչ մի էստակադա, ոչ մի բան չի սարքվել։ Երևան, որ անանցանալի է դառնում խցանումներից, Երևան, որ ամեն օր մենք կարդում ենք օդի պարունակությունը, գերազանցել են անթույլատրելի նյութերը եւ այլն, այսինքն մենք շնչում ենք ամեն օր քաղցկեղածին օդ։ Երևան, որ դառնում է կյանքի համար անանտանելի։ Հիմա իմ հարցը հետևն է։ Երևանցուն սրանից հետո ինչ ասես, որ ասես այ դու մի քվեարկի գործող իշխանության օգտին։ Էլի բան պետք է ասվի, թե Երևանցին իր կյանքն ասենք, իր ընտանիքի, իր երեխեքի, իր ծնողների, իր առօրյա, այս իմ թվարկածը։ Հերիք չի Երևանցուն, որ հասկանա, որ այս իշխանությունը ամեն ինչ տապալել է, այդ թվում քաղաքային կառավարումը, ինչպես համապետական կառավարումը, թե էլի ըստ ձեզ պետք է Երևանցուն տանել գնալ քարոզարշավի, ասել բացատրել, որ քաղցկեղածին օդ շնչելու մասին հայտարարություն տալը քիչ է, դուք լուծեիր այդ հարցը, որ սա քո սխալների պատճառով է եւ այլն։ Հենց ուղղակի Երևանը քան Հայաստանի կեսն է ընտրողների գուցե ավել, չգիտեմ։ Մենք Երևանցուն դրանից հետո էլի ունենք բան բացատրելու, որ սա վտանգավոր իշխանություն է, ո՞նց եք կարծում։ Բավականին հետաքրքիր հարց եք տալիս, որովհետև իրականում Երևանում տրամադրությունները մի փոքր տարբերվում են ընդհանուր Հայաստանի տրամադրություններից, այսինքն մարզերում տրամադրությունները մի փոքր այլ են, Երևանում մի փոքր այլ է, բայց մինչ ձեր հարցին պատասխանելու ուղղակի ուզում եմ մի դիտարկում էլ անել, միայն Երևանի փողոցները չեն այս վիճակում։ Երեք ես գնացել եմ Սպիտակ եւ վերադարձել եմ, դա լուրջ փորձություն էր, ընդ որում այդ ճանապարհը վերանորոգվել էր նախորդ տարի։ Ես հաճախ եմ գնում Սպիտակ գալիս եմ, նախորդ տարի մենք պարբերաբար շրջանցում էինք հիմնական ճանապարհը, որովհետև հիմնական ճանապարհը վերանորոգվում էր։ 3 խայտառակություններ այդ ճանապարհին, այսինքն դու պետք է բան անես, անընդհատ մանևրես, դուրս գաս հանդիպակաց գից, վտանգելով եւ քո եւ արչեւից եկողների կյանքը, որպեսզի ընթացքում մեքենադ չկոտրես եւ չմնաս ճանապարհին։ Ուզում ասեմ, սա միայն Երևանին այլևս չի վերաբերում, սա վերաբերում է ամբողջ Հայաստանի Հանրապետության, որտեղ խոսում են մասին, որ այս մարդիկ պարզապես մսխել են հերթական անգամ փողերը, մարդկանց համոզել են, որ գիտեք, մենք ձեզ համար ասֆալտ ենք անում, այս 30 տարի ասֆալտ չունեք, եկել ենք ասֆալտ անող իշխանություն ենք, եւ հետո հասկացվեց, որ նույնիսկ այս հարցում կառավարման լուրջ խնդիրներ են ունեցել, ըստ էության այո, մսխել են գումարները։ Հիմա գալով Երևանցուն, այո, Երևանցին ամեն օր իր առօրյայում տեսնում է այս իշխանությունների կառավարման ողջ պերճանքը եւ թշվառությունը։ Այսինքն, եթե դու ամբողջ ձմեռ չես կարողանում մաքրել ճանապարհները ձյունից, մարդիկ ամեն ձյան հետևանքով դառնում են լուրջ խցանումներ, խցանումների հետևանքով դառնում են լուրջ վթարներ, հետո ձյունը հալվում է, մեկ էլ հայտնվում են փոսերը ու նորից այդ խցանումներ, վթարներ։ Դու տեսնում ես, որ Երևանը գնալով դառնում է պարզապես այսպես քարե քաղաք, որտեղ որ այս քարերը պարզապես կախվում են քեզ վրա եւ այլն, դու տեսնում ես, որ Երևանը ապրելու համար այլևս պիտանի չէ։ Դու շնչում ես մի օդ, որը որ քաղցկեղածին է եւ ցավոք սրտի պետք է ասեմ, որ թվերը ցույց են տալիս, որ Հայաստանում քաղցկեղի աճը իսկապես ահռելի է եւ դրա պատճառները հասկանալի են եւ հետո գալիս են իշխանության բացատրությունները, հետեւանն է ձյունը հալվել է, բայց հիմա անձրև է գալիս, փողոցները չեն կարող բան անել, ասֆալտապատել, հետո բանը համիները այդ կեղտոտ օդը բերում են Երևան, չենք կարող ձեզ ապահովել այդ կեղտոտ օդից եւ այլն, դրան էլ զուգահեռ բան ծառերը կտրում ենք, ինչ որ շիվեր ենք տնկում, դե ապրեք այդ բան առանց կանաչ տարածության։ Այս ամեն ինչը Երևանցին տեսնում է եւ ես կարծում եմ Երևանցին իր առօրյայով դրա հետ կապված գնահատական տալու է, բայց միևնույն ժամանակ ես գիտեմ, որ հեսա ընտրություններից առաջ շատ ինտենսիվ սկսելու են այդ ասֆալտապատման աշխատանքները, շատ ինտենսիվ սկսելու են Երևանցուն համոզել, որ իրենք ապրում են ոչ թե աղտոտված օդով Երևանում, այլ երևի թե Նյու Յորքի են մեծ
անտառ հիշեցնող այգում եւ փորձելու են համոզել, որ ամենալավը, որ կարող էին անել երևանցու համար, իրենք են արել։ Եվ հետեւաբար աշխատանքը իհարկե պետք է շարունակվի, բայց իմ շփումների արդյունքում ես պետք է ասեմ, որ մարդիկ շատ լավ այդ ամեն ինչը տեսնում են, շատ լավ հասկանում են։ Հիմա ուզում եմ բարձրապես գալով նախորդ քննարկմանը անդրադառնալ մի քանի հարցի։ Առաջինը ինչ սպասել հունիսի 7-ից հետո։ Հունիսի 7-ի կյանքը հունիսի 7-ից հետո կախված է մինչև հունիսի 7-ը արկա մթնոլորտից։ Ինչպիսի մթնոլորտ ձևավորվեց մինչև հունիսի 7-ը, դրա արդյունքում էլ կունենանք հունիսի 8։ Այսինքն եւ քաղաքական հետագա զարգացումները եւ մինչ ընտրական զարգացումները պայմանավորված են մթնոլորտից եւ այդ մթնոլորտի ձևավորման հարցում իհարկե ամենամեծ անելիքը ունեն ընդդիմադիր ուժերը եւ այստեղ այո տարբեր հարցերում ընդդիմադիր ուժերը պետք է ունենան ներքին համաձայնեցումներ սկսած նրանից որ ընդդիմադիր ուժերը առաջին հերթին պետք է համագործակցեն ընտրողներին ընտրատեղամաս գնալու հարցում համոզելու այդ կարևոր գործում։ Եթե նրանցից յուրաքանչյուրը փորձեց առանձին դա անել, վստահեցնում եմ, մենք չենք հաջողելու։ Այստեղ միասնական օրակարգ պետք է լինի եւ միասնական ընդդիմությունը պետք է այդ հարցում կարողանա այսպես ճիշտ քայլեր կատարել։ Հաջորդ կարևոր քայլը, որ ելի պետք է լինի ընդդիմության մոտ համաձայնեցում, վերաբերում է ռեպրեսիային։ Այսինքն մենք չենք կարող նստել նայել, որ մի ուժի գործիչների նկատմամբ ռեպրեսիա է լինում, այն մյուս ուժին չեն եկել, չեն մոտեցել, դե լավ դա մեզ չի վերաբերում եւ այլ։ Իսկ այն, որ ռեպրեսիան գնալով ուժեղանալու է, վստահաբար, որովհետեւ միգուցե մինչեւ մայիսի սկիզբը մենք դրան ականատես չլինենք, որովհետեւ մայիսի սկզբին լուրջ միջոցառում են նախատեսում եւ բազմաթիվ եվրոպացիներին պետք է համոզեն, որ Հայաստանը ամենաժողովրդավարական երկիրն է եւ մեզ մոտ այսպես ապօրինի կալանավորվածներ չկան, բայց մայիսի հենց այդ միջոցառման ավարտից հետո մենք տեսնելու ենք շատ ավելի լուրջ ռեպրեսիվ գործիքների կիրառում այս իշխանությունների կողմից։